Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Պարի պետական անսամբլը ներկայացնում է «Պարում է Պարի պետականը» մեծ համերգային ծրագիրը։ Հայկական Պարի ուժը, լեգենդար պատմությունն ու ժամանակակից շունչը մեկ բեմում։ Մեր տաղում են Հայաստանի Պարի պետական անսամբլի պարախմբի արտիստներ Արտավազդ Մելքոնյանը, Գարիկ Պետրոսյանը, Լուսինե Տիգրանյանը եւ Ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի հանրային կապերի համակարգող Վիգեն Պապոյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Միանգամից սկսենք խոսել համերգի մասին, պատմեք մի փոքր համերգի գաղափարի մասին, ինչպես ծնվեց եւ որքան ժամանակ է արդեն աշխատում եք համերգային ծրագրի վրա։ Համերգը մեր ամենամսյա համերգների շարքից է, հուլիս ամսին արդեն երկրորդ համերգն է լինելու։ Համերգը բաղկացած է մեր շատ սիրված համարներից, ինչի ոչ միայն մեր, նաև ժողովրդի կողմից արդեն շատ սիրված, եւ հին համարներից եւ նոր բեմադրված համարներից նորություններ ունենք այս համերգին եւս, ինչպես գրեթե ամեն համերգի, այնպես որ մեր հանդիսատեսին հյուրերին հրավիրում ենք սիրով, սպասում ենք այսօր երեկոյան ժամը 7-ին։ Մենք գիտենք, որ ամեն անգամ դուք ներկայանում եք տարատեսակ համերգներով, պարբերաբար հիացնում եք ձեր հանդիսատեսին, եկեք հասկանանք, թե այս համերգը ինչով է տարբերվելու մյուսներից։ Համերգը կտարբերվի նրանով, որ կլինեն նոր բեմադրություններ, այն հանդիսատեսը, որը մի քանի համերգ ներկա չի գտնվել մեր համերգներին, կտեսնի բազմաթիվ նորություններ, նոր բեմադրություններ, նոր զգեստներ, նոր շունչ, այսպես ասած Պարի պետականը լրիվ ձևափոխվել է, նոր շունչ, լինելու են նաև այցեկար դարձած համարներ, ինչպես Բերդն են, Կինտոնները, Սուսերով Պարը, այնպես էլ ունենք, ինչպես նշեցի, բազմաթիվ նոր բեմադրություններ, Կարոտ, Երևան, Զարթոնք, որը նոր է վերաբեմադրվել, նոր հագուստներ, նոր շատ գեղեցիկ համար է, այսպես։ Բնական է, որ Պարի պետական անսամբլում Գագիկ Կարապետյանի դերը շատ կարևոր է, նշանակալի է, բայց կուզեմ ձեր շուրթերից լսել, այ ինչպիսին է անսամբլի մասնակիցների համար։ Պարոն Կարապետյանի հետ աշխատելը դա մեծ պատիվ է ամբողջ արտիստական անձնակազմի համար։ Մեծ ոգևորվածությամբ ենք ամեն օր աշխատում նրա հետ, նրա ստեղծագործական կյանքի հետ։ Նրա ամեն բեմադրություն տարբերվում է յուրովի, մեկը մյուսից, թե տղաների առումով, թե աղջիկների առումով։ Բոլորն էլ ուրախ են նրա այդ աշխատանքի համար։ Պարի պետականը բավականին ակտիվ է, ոչ միայն այս շրջանում, այլ նաև տարիներ շարունակ արդեն, ու այս տարիների ընթացքում արդյոք Պարի նկատմամբ հետաքրքրությունը հասարակության շրջանակներում աճել է, թե նվազել է։ 2022 թվականի դեկտեմբերից սկսած, ինչ անսամբլը անցավ ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի կազմ, ազգային կենտրոնը սկսեց բավականին աշխատանքներ տանել Պարի պետական անսամբլի եւ առհասարակ մեր մյուս անսամբլների, որոնք կենտրոնի կազմում են, թե բրենդինգի ուղղությամբ, թե փաթեթավորման ուղղությամբ, թե ավելի ժամանակակից ձևերով հանրությանը ներկայանալու ուղղությամբ եւ որպես սոցիալական կայքերի եւ հանրության հետ կապերի համակարգող կարող եմ շեշտել, որ բավականին մեծ հետաքրքրություն կա, օրինակ անցած տարի անսամբլը դիտվել է մեր էջերում սոցիալական 14 միլիոն անգամ, դա փաստում է այն մասին, որ թե անսամբլի, թե առհասարակ հայկական Պարի նկատմամբ հետաքրքրությունը եւ շատ մեծ է եւ նաեւ շատ հետաքրքիր մի փաստ կարող ենք արձանագրել, որ մեր ազգային պարարվեստն է քարոզվում եւ եթե ոգեշնչվում են Հայաստանի Պարի պետական անսամբլից, Հայաստանի երգի Պարի պետական անսամբլից, Հայաստանի բարեկամություն պետական անսամբլից, մեր ազգային կենտրոնի համար դա միայն ուրախալի փաստ է։ Եթե ես ճիշտ հասկացա, խոսեցիք բեմադրություններից, ծրագրում կլինեն նոր եւ լեգենդար արդեն իսկ բեմադրություններ։ Մի փոքր պատմեք ծրագրի մասին առասարակ, ինչպես կարողացաք համադրել լեգենդար բեմադրությունները եւ ավելի նոր բեմադրությունները, ավելի մանրամասն փորձենք խոսել դրա մասին։ Դե պարոն Կարապետյանը փորձում է նոր շունչ բերել անսամբլին եւ նրա նպատակն է, ինչպես ասում է, ամեն անգամ հանդիսատեսը գա եւ նորություն տեսնի։ Իհարկե հանդիսատեսը սպասում է լեգենդար դարձած համարներին, Բերդ, Սուսերով, Կինտոներ, բայց նոր շունչ է, նորություններ են տեսնելու, որովհետեւ ունենք բազմաթիվ նոր բեմադրություններ, Խայթարմա, Կարոտ, ունենք վերաբեմադրված համարներ, Հայաստան, Զարթոնք,
որոնք նոր շունչ են ստացել։ Մենք այստեղ միշտ հյուրընկալում ենք մեր տաղավարում ավելի երիտասարդ պարողների, բայց սերունդները բավականին շատ են բարի պետականում, այ սերունդների իրար հանդեպ վերաբերմունքը, շփումը սերունդների մեջ ինչպիսին է։ Շատ լավ։ Չեն լինում բախումներ։ Չէ, բախումներ չեն լինում, փորձում ենք ավելի կցել սերունդին, ավելի ջերմ ընդունել, ավելի ուղղորդել, խորհուրդներ տալ, այսպես։ Իսկ ընդհանուր առմամբ քանի մասնակից կա համերգի շրջանակներում։ Կա երաժշտական խումբը եւ պարողների խումբը։ Ընդհանուր բավականին մեծ է մասնակիցների թիվը, քանիսն են։ Մոտավորապես 60 հոգի կլինենք, ինչպես նշեցիք, աղջիկներն են, տղաներն են, պարող-պարոհիները եւ երաժշտախումբը։ Մոտավորապես 60 հոգի զբաղված է ամեն համերգի։ Բավականին մեծածավալ աշխատանք է տարվում յուրաքանչյուր համերգից առաջ փաստորեն։ Եվ ուզում էի նշել, որ Պարիպետականը տարբերվում է նրանով, որ համերգը ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ, նվագախումբը, որտեղ մեր վարպետները ունենք լեգենդար վարպետներ, որոնց հետ աշխատելը իսկապես մեծ պատիվ է, եւ դրանով է տարբերվում է հենց Պարիպետական անսամբլը, որ համերգը տեղի է ունենում կենդանի երաժշտության ներքո եւ ունենք հանդիսատես, որ գալիս է հենց նվագախմբի համար, այսպես ասած։ Այվիգեն, օրինակ, բարի նկատմամբ հետաքրքրվածությունը երիտասարդների առհասարակ հասարակության կողմից էր, կարծիքով ինչով է պայմանավորված վերջին շրջանում։ Առհասարակ ոչ միայն վերջի շրջանում, այլ մեր ամբողջ պատմության ընթացքում միշտ էլ հետաքրքրությունը բարի նկատմամբ բավականին բարձր է եղել, որովհետև մենք, ինչպես բոլորը գիտեն, պարող ազգ ենք, եւ հայկական պարարվեստի պատմությունը բավականին ընդգրկուն է, եւ այն շուրջ բարերի եւ առհասարակ բարերի քանակը, որոնք մենք ունենք գրառված, գրեթե որևէ ազգ չունի այդ քանակությամբ, եւ դա արդեն ամեն ինչ ասում է, ու այսօր էլ հատկապես երբ մեր անսամբլները կենտրոնի կազմում գործող հանդիսատեսին ներկայանում են նորարարական մոտեցումներով, այսինքն նոր գեղարվեստական լուծումներ կան թե խորեոգրաֆիկ առումով, թե երաժշտական, թե տարազների, թե լուսային ձևավորման, թե անգամ սոցհարթակներում ներկայացման, արդեն երիտասարդները սկսում են հետաքրքրվել։ Իհարկե մենք ունենք ոլորտում այս պայդության մեկ խնդիր, դա երիտասարդ տղաների խնդիրն է, որ Կարծում եմ դա միշտ է այդպես եղել։ Իրականում գնալով սկսել է նվազել, բայց մենք հիմա փորձում ենք ամեն ձև սկսել այդ քարոզը, որ պարարվեստով զբաղվելը շատ կարևոր է եւ հատկապես տղամարդկանց եւ տղաների համար շատ մեծ ապագա կա այս ոլորտում եւ պետք է ինչու ոչ հենց այս ոլորտով առաջ շարժվել ու ավելի շատ տղաների հոսքը մեծանա դեպի պարարվեստ, հատկապես հայկական պարերի ուղղվածությամբ։ Շատ լավ, միանշանակ համաձայն եմ։ Կարծում եմ կարող ենք հիշեցնել համերգի ժամը եւ վայրը, որովհետեւ համերգը տեղի ունենալու այսօր։ Հուլիսի 28-ին ժամը 19:00 մենք սիրով կսպասենք մեր համերգին, լեգենդար Հայաստանի Պարիպետական անսամբլի համերգին, պարում է Պարիպետականը խորագրով։ Հրաշալի, կարծում եմ մեր հեռուստադիտողը ունի հնարավորություն վայելելու այս լեգենդար համերգը, իսկ մենք անցնենք առաջ եւ շարունակենք մեր թողարկումը։